Հայ գրականության մեծանուն դասական Նարդոսի ժառանգությունը դուրս է գալիս զուտ գրականության սահմաններից, քանի որ նրա ստեղծագործությունները խորությամբ վերլուծում են իր ժամանակաշրջանի սոցիալական լուրջ խնդիրները։ Գրողը իր գործերում անդրադարձել է հասարակության հիմքերը քայքայող երևույթների, ինչպիսիք են ալկոհոլային կախվածությունը եւ խաղամոլությունը։ Այս սոցիալական մտահոգությունները զուգահեռվում են Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ։ Վերջին տարիներին երկրում նկատվել է կախվածությունների, մասնավորապես խաղամոլության եւ թմրամոլության զգալի աճ, որը դառնում է լուրջ սպառնալիք ոչ միայն հասարակական կայունության, այլև ազգային անվտանգության համար, խարխլելով ընտանիքի ինստիտուտի եւ հանրային առողջության հիմքերը։ Հենց այս ակնհայտ արդիականությունն ու սոցիալական ռիսկերի նմանությունն է դարձել այս թեմայի վերաբերյալ մեր ուսումնասիրության հիմնական դրդապատճառը։ Մեր ռեպորտաժի նպատակն է մանրամասն ուսումնասիրել Նարդոսի համապատասխան գործերը, վերհանել դրանց դասերն ու նախազգուշացումները եւ ցույց տալ դրանց ուղղակի կապն ու արդիականությունը մեր օրերի ազգային մարտահրավերների համատեքստում։ Նարդոսի հոգեբանական վերլուծության շնորհիվ գրողի կերպարներից շատերը ներկայացվում են որպես անհատներ, որոնք չդիմանալով սոցիալ-տնտեսական եւ կառուցվածքային անկայունության հետևանքով առաջացած կյանքի բարդություններին, դիմում են ալկոհոլային կախվածությանը։ Այս վարքագիծը իր հերթին հանգեցնում է ընտանեկան միջավայրում ագրեսիայի, որն արտահայտվում է կնոջ եւ երեխաների նկատմամբ բռնության տեսքով։ Հոպո պատմվածքի գլխավոր հերոսը՝ զինագործ ասատուրը, մարմնավորում է կախվածություն ունեցող մարդու, ում կյանքը կենտրոնացած է գինու գավի շուրջ, որը նա դիտարկում է ոչ միայն որպես հաճույքի աղբյուր, այլև որպես հաջողության խորհրդանիշ։ Այս առարկայի նկատմամբ նրա կպչությունն այնքան ուժեղ է, որ հերոսը դաժանորեն ծեծում է իր որդուն՝ գավը պատաբար կոտրելու վտանգի համար, իսկ երբ կինը ինքնապաշտպանվելու նպատակով կոտրում է այդ գավը, ասատուրը սպանում է կնոջը։ Նույնատիպ հոգեբանական քայքայում ներկայացված է հոգուն վրա հասավ նովելում, որտեղ հերոս նախշքար Դավիթը կորցրել է իրականության, գիտակցման եւ բանականության սահմանները։ Նրա գոյության միակ կիզակետը դառնում է օղու մեկ բաժին գտնելը։ Նրա ագրեսիվ պահվածքը տարածվում է ընտանիքի վրա, դրսևորվելով կնոջն ու երեխաներին ծեծելով։ Հանուն խմիչքի Դավիթը խլում է նույնիսկ որդու բերած չնչին գումարը, այդպիսով իր երեխաներին դատապարտելով ամբողջ օրը սոված մնալուն եւ քնելուն, ինչը ցույց է տալիս ծնողական պարտականությունների լիակատար դեգրադացիա, հարբեցողության ազդեցության ներքո։ Սև փողերի տոկոսը նովելում հեղինակը անդրադարձել է խաղամոլության ազդեցությունը անհատի եւ ընտանեկան ինստիտուտի վրա։ Այս ստեղծագործության մեջ հերոսը՝ Արտեմը, ներկայացնում է այն անհատի տիպը, որի վարքագիծը լիովին պայմանավորված է խաղամոլության հանդեպ ունեցած հակումներով, ինչը հանգեցնում է սոցիալական եւ բարոյական դեգրադացիայի։ Խաղամոլության հետևանքները պատկերված են իրենց ծանրագույն ձևով, դրսևորվելով ընտանեկան կապերի բացարձակ խզումով։ Կախվածության մղմամբ առաջնորդվելով, Արտեմը գնում է բարոյական սահմանները հատող գործողությունների։ Նա տանում է իր ծերմոր, Մարանի միակ ապրուստի միջոց հանդիսացող հավերը։ Այս գործողությունը, որը սոցիալական համատեքստում համարժեք է մորը զրկելուն կենսական ռեսուրսներից, անմիջապես դատապարտում է ծեր մարդուն էլ ավելի մեծ չքավորության եւ ֆիզիկական գոյատևման ռիսկերի։ Այսպիսով Նարդոսը ցույց է տալիս, որ խաղամոլությունը բացի ֆինանսականից նաեւ էթիկական ճգնաժամ է, ոչնչացնելով ազգակցական հարաբերությունների հիմքում ընկած փոխադարձ հարգանքի եւ հոգատարության սկզբունքները։ Ժամանակակից հասարակությունում կախվածությունները դարձել են լուրջ խնդիր, որը չի շրջանցում անգամ դեռահասների։ Ալկոհոլը, թմրանյութերը եւ խաղային կախվածությունը հաճախ սկսվում են հետաքրքրությունից, բայց կարող են վերածվել կործանարար ուժի, փոխելով կյանքեր ու ապագաներ։ Մեր թիմը փորձել է հասկանալ ինչպիսի վերաբերմունք ունեն դեռահասները այս երևույթների հանդեպ, ինչ գիտեն դրանց հետևանքների մասին եւ արդյոք իրեն շրջապատում տեսել են մարդկանց, ովքեր տուժել են նման կախվածություններից։ Հարցմանը մասնակցած 12-ից 18 տարեկան 600 աշակերտների 68%-ը հստակ շեշտել է ամենատարբեր կախվածությունների հանդեպ ունեցած իրենց բացասական վերաբերմունքը, իսկ մնացած 32%-ը չի արտահայտել որևէ կարծիք։ Հարցվածների ավելի քան 43%-ը ականատես է եղել, լսել կամ ճանաչել է մարդկանց, որոնք բռնել են կործանման ճանապարհը տարբեր կախվածությունների պատճառով։ Թեմային առավել մանրամասն ծանոթանալու եւ գործնական լուծումներ գտնելու նպատակով մենք այցելեցինք կախվածությունների ազգային կենտրոն։ Այս քալը հնարավորություն տվեց ուղղակիորեն զրուցել կենտրոնի առաջատար բժիշկների եւ մասնագետների հետ։ Որոնք են այն սոցիալական խնդիրները, որոնք հաճախ նպաստում են կախվածություններ ձեռք բերելուն։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Ես բժիշկ-նարկոլոգ Սերժ Ազատյանն եմ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնից որպես տեղամասային բժիշկ։ Սոցիալական խնդիրները կախվածություն առաջացման համար բազմաշերտ են եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Դրանցից կարող ենք առանձնացնել գլխավորները, առաջինը դա աղքատությունը եւ գործազրկությունն է, երկրորդը կրթության ցածր մակարդակը, մշակութային նորմերը, ինչպես նաեւ սոցիալական մեկուսացումը եւ տարբեր այլ գործոններ, որոնք մեկը մյուսի հետ փոխկապակցվելով բարձրացնում են կախվածություն առաջացնելու ռիսկը։ Բարև ձեզ, ես Աննա Մայվազյան,
11-րդ դասարան, եկել ենք 198 ավագ դպրոցից։ Հարցս հետևյալն է. ինչ տեսակների են բաժանվում կախվածությունները։ Կախվածությունները կարող են բաժանվել ըստ առաջացման գործոնի եւ ըստ որի լինել քիմիական եւ ոչ քիմիական։ Քիմիական կախվածությունները առաջանում են ալկոհոլից, թմրանյութերից, դեղորայքից, իսկ ոչ քիմիական կախվածություն կարող է առաջանալ օրինակ օնլայն խաղերից։ Եվ ըստ դրա արդեն դրսևորման կախվածությունները նաև կարող ենք բաժանել հոգեկան ու ֆիզիկական կախվածություններ եւ ըստ իրենց դրսևորումների արդեն դրսևորվեն ախտանիշների կերպով։ Արդյոք ալկոհոլային կախվածությունը կարելի է դիտարկել որպես հիվանդություն, թե այն ավելի վարքային խնդիր է։ Մեր հասարակության մեջ տարածված է այն մտայնությունը, որ այս հարցում շատ կարևոր է կամքի գործոնը։ Ինչ եք ասում, իսկապես կախվածությունների հաղթահարումը միայն կամային խնդիր է, թե ենթադրում է համապատասխան բժշկական օգնություն։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության ալկոհոլային կախվածությունը դա համարվում է հենց հիվանդություն եւ որը դրսևորվում է բնականաբար արդեն կամային խանգարումներով եւ մեկը մյուսից փոխանջատել ու առանձին անվանումներով կոչել բնականաբար հնարավոր չէ։ Ու այստեղ իր բուժման մեջ առաջնային ու մեծ դեր ունի մարդու կամքը։ Եթե չլինի կամք, հետեւաբար բուժում հնարավոր չի իրականացնել, այսինքն այստեղ բուժման առաջին նախապայմանն անձի ցանկությունն է եւ կամքը։ Ինչ դեր ունեն ընտանիքը եւ հասարակությունը ալկոհոլային կախվածության կանխարգելման գործում։ Շնորհակալություն հարցի համար։ Այստեղ առաջնային օղակ է հանդիսանում ընտանիքը ալկոհոլային կախվածության գործում եւ բնականաբար հաջորդ օղակը արդեն դպրոցը։ Բնականաբար ընտանիքում պետք է քարոզվեն առողջ ապրելակերպի օրինակներ եւ ծնողները առաջնահերթություն տան հենց իրենք իսկ չօգտագործեն ալկոհոլ եւ օրինակ, այսինքն վատ օրինակ չդառնան իրենց երեխաների համար։ Իսկ դպրոցը արդեն մեծ դեր ունի դպրոցը, որտեղ պետք է իրականացվեն գիտելիքների տրամադրման ալկոհոլային կախվածության վերաբերյալ եւ իրազեկման աշխատանքներ։ Եթե աշակերտները ունենան գիտելիքների մեծ պաշար ալկոհոլային կախվածության վնասների եւ հետևանքների վերաբերյալ, արդեն իրենք զերծ կմնան նման վնասակար սովորություններից։ Ինչպիսի բուժման մեթոդներ են առաջարկվում կախվածություններ ունեցող մարդկանց համար, որքան է տևում բուժման գործընթացը եւ որքան է հաջողության տոկոսը կազմում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում մենք առաջարկում ենք ամբուլատոր եւ ստացիոնար պայմաններում բուժում, որը իրականացվում է իհարկե հիվանդի վիճակից եւ առողջության ծանրության աստիճանը որոշելուց հետո։ Բուժման ընթացքը կրկին հստակ չի, դա որոշվում է բժիշկ-նարկոլոգի կողմից եւ շատ անհատական է, դա նույնպես կախված է հիվանդի սոմազիկ վիճակից, կախվածության ծանրության աստիճանից եւ դա շատ ինդիվիդուալ է, ինչպես նաեւ ինդիվիդուալ է համարվում տոկոսայինը, թե ինչքան դրական արդյունք են ունենում բուժումից հետո, որը որ կախված է ոչ միայն մեր բուժումից, այլ նաեւ դրանում հետագայում սոցիալ միջավայրից ու ընտանիքից ու ամբողջությամբ կախված չի բուժումից։ Բուժումը գործի կեսն է, իսկ մնացած կեսը, որը ապահովում է դրական արդյունքը, դա արդեն նշածս բաղադրիչներն են։ Բարև ձեզ, ես Միլենան եմ։ Ինչպես է սահմանվում կախվածությունը եւ որոնք են կախվածության հիմնական նշանները եւ առաջին նշանները, որոնցով կարելի է հասկանալ, որ մարդը կախվածություն ունի։ Բարև ձեզ, ես Աղասի Դավթյանն եմ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնում աշխատում եմ որպես նարկոլոգ հոգեբույժ, կներկայացնեմ կախվածության սահմանումը։ Առհասարակ կախվածություններ լինում են քիմիական եւ ոչ քիմիական։ Քիմիականների շարքին են պատկանում ձեզ հայտնի ալկոհոլը կամ թմրամիջոցները, իսկ ոչ քիմիականին օրինակի համար խաղամոլությունը, որը բոլորիդ ավելի ծանոթ է։ Կախվածության ընթացքում հիվանդի մոտ կորում է վերահսկողությունը տվյալ նյութի գործածման կամ վարքի նկատմամբ խաղամոլության տարբերակով։ Ընթացքում ձևավորվում է հիվանդակին հակում, հաշվի չեն առնվում նրանց կողմից հասցված վնասները օգտագործվող նյութից կամ իրենց վարքից, որոնք կարող լինեն եւ առողջությանը վնաս հասցվող եւ իրենց սոցիալական կարգավիճակին, եւ նրանք շարունակում են այդ նյութի գործածումը, բերելով եւ առողջությանը վնաս եւ իրենց ընդհանուր սոցիալական վիճակին եւ ընտանիքի անդամներին։ Ինչպես կարելի է դեռահասների շրջանում նվազեցնել տարբեր կախվածություններ ձեռք բերելու ռիսկերը։ Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը դա Իսլանդիայի կանխարգելման մեթոդն է, որը ներդրվել է 90-ականներին։ Ինքը ինչ է իրանից ենթադրում, մոտավորապես 2 տարին մեկ դեռահասների շրջանում իրականացնում են հարցում,
հարցման ընթացքում հասկանում են այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են նպաստել որևէ նյութից կախվածության ձեռքբերմանը եւ այն բոլոր գործոնները, որոնք կարող են նպաստել ռիսկի գործոնների նվազմանը։ Հարցման ընթացքում ստացված արդյունքները պետական մակարդակով քննարկվում են, կատարվում է ռազմավարության ձևավորում, ինչը տարիների ընթացքում ցույց տվեց, որ կախվածության առաջացման ռիսկը եւ տոկոսը նվազել է 42%-ից մոտ իջել է մինչեւ 5%։ Ինչպիսի հոգեբանական գործոններ են նպաստում տարբեր կախվածություններ ձեռք բերելուն։ Նախ նպաստող հանգամանքներից մեկը դա մանկական տարիքում հոգեբանական տրավման է, որը մեծ դեր է խաղում շատերի մոտ կախվածության ձևավորման, անառողջ ընտանեկան մթնոլորտում մեծանալը, որտեղ վեճերն են շատ, ընտանեկան բռնություններն են շատ, որին կարող է ականատես լինել երեխան, վատ սոցիալական պայմանները կարող են նպաստել կախվածության ձևավորմանը, նաև հոգեկան հիվանդությունները, որոշ պարագայում դա կլինի դեպրեսիան, կամ կլինի տագնապային խանգարումը, կամ հետտրավմատիկ ստրեսային խանգարումը։ Դրանք բոլորը, եթե ժամանակին չեն կանխվում, կարող են նպաստել կախվածության ձևավորմանը եւ քիմիական եւ ոչ քիմիական։ Ինչ աջակցություն են ստանում կախվածություն հաղթահարողները բուժման ընթացքում եւ դրանից հետո։ Մեր կենտրոնում բացի դեղորայքային բուժումից, որը տրամադրվում է կախվածություն ունեցող անձանց, նաև ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Հոգեբանները օգնում են հաղթահարել որոշակի հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են առաջացած լինել կախվածության ընթացքում, իսկ սոցիալական աշխատողները այն բոլոր հարցերը եւ խնդիրները, որոնք էլի առաջանում են կախվածության ընթացքում, այսինքն եւ անձնագրի հարց կարող է առաջանալ, որ չունենան, կորցրած լինեն եւ բնակության վայր, եւ աշխատանքը կորցրած լինեն։ Բոլոր հարցերում մեր սոցիալական աշխատողները փորձում են օգնել, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ վերադառնալ սոցիալական կյանք եւ բարեն իրենց առողջ ապրելակերպը։ Ինչպես պետք է պահի իրեն հասարակությունը, որպեսզի կարողանա աջակցի կախվածություն ունեցող անձի բուժմանը, այլ ոչ թե խանգարի, եւ որոնք են ամենավտանգավոր սխալները, որը հասարակությունը կամ ընտանիքը անում է կախվածության խնդիրը մարդու մոտ նկատելուց հետո։ Նախ մեր հասարակությունում կախվածություն ունեցող անձի խնդիրները առաջինը սկսում են նկատել հարազատները։ Այդ դեպքում գրագետ մոտեցումը կլինի դիմեն մասնագիտացված կենտրոն, փոխարենը որոշ դեպքերում հարազատները, երբ որ հիվանդը նեղություն չի պատճառում իրենց, շարունակում են աջակցել կախվածության ձևավորմանը, ավելի ուշ են դիմում կենտրոն, պատճառներից մեկը դա է։ Լավ կլինի ժամանակին դիմեն մասնագիտացված կենտրոն, փորձեն ամեն տարբերակով մոտիվացնել հիվանդին, հույս տան, որը որ ժամանակի ընթացքում նրանց մոտ վերանում է։ Չի կարելի ամոթ թանկ տալ, չի կարելի մի քանի փորձից հետո մանիպուլացվել հիվանդի կողմից, ցանկալի կլինի հարազատը սկզբի շրջանում որոշ դեպքերում դիմի մասնագիտացված կենտրոն կամ մասնագետի խորհուրդներ ստանա, ինչպիսի մոտեցում կարող է դրսևորել հարազատի նկատմամբ, որ վերջինս համաձայնվի գալ բուժում ստանալ։ Բարև ձեզ, ես Անի Ավագյանն եմ։ Որքան լուրջ է կախվածությունների խնդիրը Հայաստանում, հատկապես ալկոհոլային կախվածությունը եւ ինչպիսին է պաշտոնական վիճակագրությունը։ Բարև ձեզ, ես Լիլիթ Անդրանիկի Մարգարյանն եմ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնում եմ աշխատում, ամբուլատոր դիսպանսերային ծառայության ղեկավարն եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս։ Նախ կցանկանայի խոսել կախվածությունների լրջության մասին աշխարհի մակարդակով, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր են հանդիսանում։ Հայաստանը լինելով աշխարհի մի մաս եւ փոքր ավելի երկիր, մեզ համար այն շատ ռիսկային է, շատ խնդրահարույց է, որին պետք է բավականին լուրջ ռազմավարություն, որպեսզի կարողանանք պայքարել կախվածությունների դեմ գլոբալ առումով։ Պաշտոնական վիճակագրությունը այսպիսին է, մենք ունենք 6500 անձ, որոնք հաշվառված են ալկոհոլից կախվածության կապակցությամբ եւ 7500 թմրամիջոցների գործածման կապակցությամբ, սակայն այս թվերը իրական արտացոլանքը չեն այն մարդկանց, ովքեր որ գործածում են, ովքեր որ ունեն խնդիր, այս թվերը մեր տարեկան հաշվետվությունների արդյունքներն են, որոնք դիմել են բուժօգնության կամ այլ խնդիրներից ելնելով անցել են հաշվառման եւ ֆիքսվել են։ Իրականում գործածողների եւ կախվածություն ունեցող անձանց քանակը շատ անգամ ավելի մեծ է։ Սովորաբար գրականությունը տալիս է, որ ցանկացած երկրում հաշվառված անձանց քանակը իրական թվերի 8-պատիկն է։ Վիճակագրության արդյունքում պարզ է դառնում, որ գործածողների քանակը տարեստարի ավելանում է, ինչպես նաեւ շեմը, տարիքը երիտասարդանում է։
Նաև սեռային կազմը փոխվում է, նախկինում գործածողների բավականին մեծ զանգվածը կազմում էին արական սեռի ներկայացուցիչներ, ներկայումս իրական սեռի գործածողների քանակը նույնպես ավելանում է հետզհետե յուրաքանչյուր տարի։ Ինչ սկզբունքներով է գործում կենտրոնը, ինչպես մարդ կարող է դիմել օգնություն ստանալու համար։ Կենտրոնը գործում է մի վնասիր սկզբունքով, նախ եւ առաջ կենտրոնը գործում է իշա, անձի, քաղաքացու առողջության պահպանմանը, կանխարգելմանը հիվանդությունների եւ հետագայում արդեն առաջացած հիվանդությունների դեպքում բուժօգնության տրամադրմանը։ Բուժօգնությունը տրամադրվում է միմիայն բացատիցակության դեպքում իր դիմի համաձայն։ Հարցս հետևյալն է, որ տարիքային խմբերն են առավել խոցելի այս կախվածության նկատմամբ տարիքային սոցիալական սեռային առումներով։ Նախ օգտվելով առիթից կուզեի ֆիքսել, որ ոչ մի մարդ, ոչ մի անձ ապահովագրված չէ կախվածություններ ձեռք բերելուց։ Բոլորս ռիսկի խմբում կարող ենք լինել, ինչ-ինչ խնդիրներից ելնելով։ Սակայն մեր վիճակագրության տվյալներից ելնելով տեսնում ենք, որ առավելապես հանդիպում են 28-ից 49 տարեկան անձանց մոտ, առավելապես արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Իհարկե սա չի բացառում ավելի երիտասարդ կամ ավելի տարիքով անձանց դեպքում կախվածությունների առաջացումը եւ հայտնաբերումը, ինչպես նաեւ կանանց մոտ։ Ինչպես է ալկոհոլը ազդում մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Ալկոհոլի ազդեցությունը ընդհանուր օրգանիզմի վրա բավականին տոքսիկ է ֆիզիկական առումով։ Այն ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, առավելապես ազդեցություն ունենում է նյարդային համակարգի վրա, մարսողական համակարգի վրա եւ որի հետևանքով նաեւ տուժում են այլ օրգան համակարգերը։ Հոգեկան առողջության վրա միանշանակ այն անդրադառնում է, բերում է անձի օտարացման հասարակությունից, սոցիալական ադապտացիայի մի շարք խնդիրների, ինչպես նաև մեծացնում է բեռը պետության վրա, քանի որ նման մարդիկ հաճախ մենք տեսնում ենք, որ հետագայում սոմատիկ խնդիրներից, առողջական խնդիրներից ելնելով ձեռք են բերում հաշմանդամության կարգ, նրանք չեն աշխատում, օգտվում են մի շարք ծառայություններից, որ պետությունը տրամադրում է այդ մարդկանց, այսինքն երկրի պետության համար նաև ընդհանուր ծախսատարության բեռն են մեծացնում։ Ինչպես նաև սոցիալական դերը նրանց ընտանիքում, համայնքում նվազում է, օտարացումը բավականին արտահայտված է։ Նախկինում անձը, որը որ ուներ աշխատանք, օրինակելի ընտանիք, սիրելի զբաղմունքներ, հետաքրքրություններ, հետզհետե այդ ամենը սկսում է նվազել եւ ի վերջո վերանալ։ Եվ անձը որպես սոցիումի էակ դադարում է փաստացի իր ֆունկցիան կատարելուց։ Կախվածությունները փոխում են ոչ միայն տվյալ անհատի, այլ հաճախ նաև ընտանիքի, շրջապատի, նաև հարազատների կյանքը։ Կախվածություն ունեցող մարդը ունի օգնության կարիք, բայց նրա կողքին գտնվող որ օղակն է ֆիզիկապես, հոգեպես ավելի վտանգված։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Բնականաբար ավելի վտանգված են կամ այսպես ասած առաջին օղակում են գտնվում հենց ընտանիքի անդամները եւ ընկերները, որոնց դերը բավականին մեծ է, ինչպես կախվածությունների կանխարգելման գործում, այնպես էլ հետագայում, եթե անձը ձեռք է բերել կախվածություն եւ ստանում է բուժօգնություն, բուժման ընթացքում նրանց դերը նույնպես ուրույն է։ Երբ որ պացիենտը մեզ մոտ ստանում է բուժօգնություն մեր կենտրոնում, կլինի ստացիոնար, կլինի ամբուլատոր պայմաններում, աշխատելով հոգեբանների, սոցաշխատողների հետ, միայն նա չի աշխատում, աշխատում են իր ընտանիքի անդամները, հոգեբաններ անում են ընտանեկան պսիխոթերապիաներ, խորհրդատվությունների նույնպես մասնակցում են ընտանիքի անդամները, որպեսզի ճիշտ կարողանան պացիենտին օգնել եւ այսպես ասած եռակողմ համագործակցության արդյունքում դա է պացիենտ, բժիշկ եւ հարազատ։ Մենք ստանանք մաքսիմալ արդյունք։ Բարեցես, ես Սուսաննա Մորձյան, 190 Տավակ դպրոցից 11-րդ դասանի աշակերտուհի եմ։ Հարցս հետևյալն է. Ինչ եք կարծում, հարկավոր են սահմանել լրացուցիչ սահմանափակումներ ալկոհոլի վաճառքը կամ գովազդի համար։ Գովազդի համար այո։ Եվ վաճառքի համար էլ կան, չէ՞, սահմանափակումներ, եթե չեմ սխալվում, իհարկե հարցը բժշկական չի, բայց առնչվում է ոլորտի հետ, մինչև 18 տարեկաններին, եթե չեմ սխալվում, չի կարելի վաճառել։ Ես մի քիչ կընդլայնեի այդ ցանկը, էներգետիկ խմիչքները դրա մեջ կներառեին, այո, դե ծխախոտը բնականաբար
պետք են կարծում եմ որոշակի ընդլայնումներ, բայց եթե մենք խոսում ենք արգելող միջոցների մասին, միայն արգելող միջոցները կիրառելով երբևէ որևէ հարցում հաջողության հասնել ուղղակի հնարավոր չի։ Ասենք կան պետություններ, որտեղ կտրականապես արգելված է միայն հատուկ խանութներում են վաճառվում, հա, խմիչքը, թմրամիջոցների համար ծանրագույն պատիժներ են սահմանված, բայց բացարձակ որևէ օբյեկտիվ տեղեկատվություն, որ այդ երկրներում իսպառ բացակայում է ալկոհոլիզմը կամ չկա թմրամիջոցների գործածում, իրականում չկան։ Այնպես որ միայն արգելող միջոցները չեն կարող տալ արդյունք, այդ ամեն ինչը արգելող միջոցների որոշակի ծավալ եւ իրազեկում պարտադիր միասին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Արդյոք հնարավոր է կախվածությունից լիարժեք ազատվել։ Եթե դուք նկատի ունեք բացարձակ առողջացումը, ոչ, որովհետև կախվածությունները դրանք քրոնիկական հիվանդություններ են, ընդ որում առաջընթաց, այսինքն ժամանակի ընթացքում իրանք ավելի բարդանում են, ավելի խորանում են, ավելի ծանրանում են իրանց ընթացքով։ Եվ մենք կախվածությունների պարագայում բժիշկները խոսում են լավացման մասին, ոչ թե առողջացման։ Առողջացում կլինի այն դեպքում, որ ալկոհոլիզմով տառապող մարդը, այսինքն ձևավորված կախվածություն ունեցող մարդը բուժումից հետո կարողանա խմել նենց ոնց որ բոլորը։ Դա կլինի առողջացում, բայց ինքը չի կարող այդպես խմել։ Ինքը պետքա բացարձակ հրաժարվի խմիչքից։ Ու ինչքան ինքը հրաժարվի խմիչքից, դա կլինի մի տարի, ուրեմն ինքը ընդամենը մի տարի կլինի լավ վիճակում, լավացման շրջանում։ Ինքը որ օրը սկսի գործածել խմիչք, ինքը նորից սկսելու է խմել ամեն օր։ Դրա համար մենք չենք կարող խոսել առողջացման մասին։ Մենք խոսում ենք լավացման մասին, ախտադադարի մասին։ Այսինքն շրջան, երբ մարդը բացարձակ չի գործածում ալկոհոլ կամ հոգեակտիվ նյութ, կամ թմրամիջոց։ Դա վերաբերում է նաև մյուս կախվածություններին։ Դա վերաբերում է նաև խաղամոլության, ասենք խաղամոլությամբ տառապողը չի կարող գնալ խաղալ 2000 դրամի ու դուրս գալ։ Եթե ինքը մտավ խաղատուն, ինքը խաղալու է, չգիտեմ, մի քանի միլիոնի։ Տուն, տեղ, ամեն ինչ կորցնել է։ Այսինքն այստեղ մենք ունենք կախվածության ամենահիմնական ախտանշաններից մեկը։ Բացակայում է քանակը վերահսկելու կարողությունը։ Դրա համար մարդը կարող է կամ բացարձակ չխմել, կամ եթե խմեց, խմում է այնպես, ինչպես խմել է շշերով, օրերով, գիշեր-ցերեկ։ Այսինքն կանգ առնել հիվանդը չի կարող։ Տարբերություններից մեկը շատ կարևոր հիվանդի եւ առողջի դա է։ Բացակայում է կոնտրոլը քանակի նկատմամբ, բացակայում է կոնտրոլը իրավիճակի նկատմամբ։ Դա է, իսկ դա չի վերականգնվում։ Դա կարող է ուղղակի չխմելու դեպքում չանհանգստացնել մարդուն։ Խմեց մի բաժակ, նորից սկսվում է ամեն ինչ։ Դրա համար առողջացում մենք չենք խոսում առողջացման մասին, մենք չենք ունենում առողջացում։ Մենք ունենում ենք լավացում։ Շնորհակալություն։ Հետաքրքրական էր պարզել, որ օրինակ Նարդոսի հոպ-հոպ ստեղծագործության հերոս Ասատորի պահվածքը հարբեցողության ազդեցությամբ այսօր բժշկական տեսանկյունից բնութագրվում է որպես հստակ հոգեբուժական հիվանդություն։ Ինչ պատմություն կամ դեպք կարող եք հիշել, որը ձեզ ամենաշատն է հուզել ձեր պրակտիկայում։ Որ մեկը հիշում։ Մի դեպք, ինքը ես նոր էի աշխատում, երևի մի 5-10 տարվա աշխատող էի, մի հիվանդ ունեինք, դե երևի բոլոր տեղյակ եք, ալկոհոլիզմը երկարամյա, հա, չարաշահումը ինքը բարդություններից մեկը նաև հոգեկան խանգարումներն են, որոնք առաջանում են այդ հիվանդների մոտ, իրենք կարող են լինել սուր, կարող են լինել քրոնիկական, ըստ ընթացքի, ըստ իրենց պսիխոսիմպտոմատիկայի, ախտաբանության, իրենք կարող են լինել, ասենք, ցնորքներով, ցնորքի գերակշռումով, հա, երբ որ ձայներ են լսում կամ ինչ-որ աչքին պատկերներ են տեսնում, եւ զառանցանքով, զառանցական պսիխոզների տեսակներից մեկը խանդի զառանցանքն է, որը ի սկզբանե ինքը համարվում է բավականին բարդ եւ վտանգավոր հիվանդություն։ Մենք ունենք այդպիսի մի հիվանդ, խանդի զառանցանքով, ինքը մեր մոտ պառկեց, բուժվեց, բավականին լավ վիճակում դուրս գրվեց, գնաց, հետո ամիսներ հետո մենք հարցում ստացանք ոստիկանությունից իր վերաբերյալ ու պարզվեց, որ ինքը նորից սկսել է խմել։ Զառանցական մտքերը, ասեմ ձեզ, հա, ինչով են իրանք տարբերվում։ Իրանք
ռեալ իրականությունը մարդու կողմից ընկալվում է աղճատված, այսինքն բացարձակ իրականության մեջ գոյություն չունեցող բաները իրենք միանշանակ ընկալում են որպես փաստ։ Ընդ որում այդ առանցական միտքը ոչ մի տրամաբանական արգումենտով դու չես կարողանում փոխել, ինքը հենց դրանով էլ զառանցանք է, այսինքն ինքը կոռեկցիայի չի ենթարկվում։ Հիմա ենթադրեք դուք ասում եք, որ սա էս չի, էս է, ես դες բացատրում եմ, որ տենց չի, տես, սա սենց, դուք ընկալում եք, չէ, ընդունում եք, որ դա տենց չի։ Զառանցանքով հիվանդը երբևէ չի ընկալում քո որևէ տեսակի բացատրությունն ու արգումենտը։ Ինքը միանշանակ համոզված է, որ դա տենց է։ Ինքը կարող ամբողջ օրը նստի իր կնոջ կողքը 24 ժամ։ Կինը իր աչքի առաջ լինի, բայց ինքը համոզված է, որ կինը իրան դավաճանում է։ Ինքը համոզված է դրան։ Ուզում եմ ասել, ու ինքը բավականին դժվար բուժվող հիվանդություն է։ Երկար ժամանակ դեղորայք պետք է օգտագործել, պետք է բացառել խմելը միանշանակ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, ինչևէ հիվանդը սկսել էր նորից խմել ու զառանցական մտքերի ազդեցության տակ սպանել էր կնոջը եւ իր 3 երեխաներին։ Այսինքն ինքը համոզված էր, որ այդ երեխեքը իրանը չեն, ուրիշից են, կինը շարունակում է իրան դավաճանել։ Հետո առավոտյան ինքը արթնացել էր, ինքը դա արել էր հարբած վիճակում, դե բնականաբար կալանավայր եւ այլն, հետո կալանավայրում 2 ամիս հետո ինքը կախվեց։ Ու այդ դեպքը ես երբևէ չեմ կարողանում մոռանալ։ Բռնությունից զերծ հասարակություն ունենալու և կախվածությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է ընտրել միասնական մոտեցում, որտեղ օրենքներն ու պատիժները համալրվում են կանխարգելման և բուժման գործիքներով։ Այս առումով ամենակարևոր լուծումը կրթական համակարգի ճիշտ մոդելների ներդրման մեջ է։ Կրթությունը պետք է դառնա այն հիմնական գործիքը, որը վաղ տարիքից երեխաների մեջ կներդրի ֆիզիկապես և հոգեպես առողջ հասարակություն կառուցելու հիմքերը, կբարձրացնի կախվածությունների վտանգների մասին իրազեկությունը։ Այս ճանապարհով միայն մենք կարող ենք հաղթահարել ժամանակի մարտահրավերներն ու փորձել ունենալ առողջ հասարակություն և պետություն։